Փարաջանովն ազատություն էր անազատ երկրում։ Վարպետի 100-ամյակի առթիվ ընթերցողներին է ներկայացվել Սերգեյ Փարաջանով հավերժական շարժում ժողովածուն, որը ներառում է Փարաջանովի ընկերների մտերիմների հուշերը, հարցազրույցներ եւ էսսեներ կինոպոետի մասին։ Փարաջանովը խոսեց նաեւ ոչ միայն հայկական մշակույթի անունից, բայց խոսեց ոչ թե բառերով, այլ կինեմատոգրաֆիական գործողությամբ։ Սա մեծագույն վարպետություն։ Եվ դու չես խոսում բառերով ասես խոսում, երբ պարլամենտում խոսում են։ Հեռուստալրագրողն Ունե Ալեքսանյանի կազմած եւ Վերնատան հրատարակած ժողովածուն ոչ միայն հուշերի ու փաստերի գիրք է, այն երկար ուսումնասիրությունների արդյունք է։ Ես իր մասին շատ վաղուց եմ մտածում, այսինքն ոչ թե ուղղակի գիրք ստեղծելու մասին, քանի որ դեռ ուսանողական տարիներից անվերապահորեն հիացել եմ իրենով, իր կերպարով, իր արվեստով, իր մարդկային տեսակով, եւ ես մտածեցի, որ գուցե սա պետք է լինի մի ժողովածու, որում ներառվեն հայերեն այն նյութերը, որոնք հայերեն քիչ են եղել։ Գիրքը բաժանված է 3 գլուխների, առաջինում ներկայացված է հենց ռեժիսորի հեղինակած հավերժական շարժում էսսեն, որը ստեղծվել է մոռացված նախնիների ստվերները ֆիլմի նկարահանումներից հետո։ Երկրորդ գլխում, որը կոչվում է Գեղեցկության գերին, ընթերցողը կծանոթանա այնպիսի ճանաչված կինոռեժիսորների հետ զրույցներին, ինչպիսիք են Ռոման Բալայանը, Սերժ Ավետիքյանը, Ալեքսանդր Աթանեսյանը, Ատոմ Էգոյանը։ Երրորդ գլուխը, հիշելով Փարաջանովին, կազմված է երաժիշտների, բժիշկների, արվեստագետների պատմություններից, նրանց, ովքեր ականատես են եղել, ինչպես է ապրում Փարաջանովը, փորձելով փրկել գեղեցիկը։ Իմ համար շատ զարմանալի էր այն իրողությունը, որ ես միշտ իմացել եմ, որ Փարաջանովը հալածյալ է, որ նա հետապնդվել է խորհրդային իշխանությունների գաղափարախոսների կողմից, բայց ավելի խորանալով այս նյութերի մեջ իմ համար զարմանալի էր այն իրողությունը, որ չլինելով քաղաքական այլախոհ, ինքը շատ ավելի վտանգավոր էր խորհրդային իշխանությունների համար, քան ցանկացած այլ քաղաքական այլախոհ։ Փարաջանովից ոչ ոք չկարողացավ խլել ազատությունը, մեծ կինոռեժիսորը ազատ էր եւ հոգով, եւ մտքով, եւ ֆիլմերով։ Զարու Իսահակյան, Նորայ Շարբաթյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։